Երևի իմ ամբողջ կյանքը այդքան չեմ խոսացել, ինչքան այս Կարոզ Արշավի սկզբից։ Ժորժ ջան, ես ասացին, որ հանդիպում արդեն եղել է, երևի մեր ծրագրային դրույթներից շատ չխոսամ, համոզված եմ, որ ներկայացրել են, ուրեմն մի բան կցանկանայի ասել, վստահ եղեք, ինչ ասում ենք, միշտ անում ենք։ Մենք, մեր թիմը իսկապես եւ փորձառու թիմ է, եւ հոսքի տեր մարդիկ ենք, եւ երբեք նաեւ մեր թիմում թույլ չեմ տա մարդ լինի, որը կարա ուղղակի խոսա եւ հետևանք չունենա այդ ամենը։ Ուրեմն վստահ եղեք, որ մենք լուրջ ենք տրամադրված, մենք պայքարի մեջ ենք, մենք այդ զադնի խոտ կոչեցյալը չունենք, գնալու ենք միջև վերջ եւ համոզված ենք նաև, որ պահը ճակատագրական է, եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցեր ունենալու ենք։ Արդեն այդ հազանգը կա։ Եվ աշխարհաքաղաքական առումով իմ տպավորությունը, որ ամեն ինչ գնում է, սենց մի աշխարհաքաղաքական, սենց երկրաշարժը գոտում ենք, դուք այդ վախը հաստատ ունենք, բայց հիմա սա այլ կարգի վտանգ է սպառնում երկրի։ Պարոն Քոչարյան, մեկ հատ կարելի է։ Պարոն Փաշինյանը եկավ, դավաճանեց, չէ՞ ժողովրդին։ Ժողովրդին դավաճանեց։ Դուք չգիտեք երբ է պատերազմը լինելու։ Այս պատերազմը, վերջի պատերազմը։ Ոնց պիտի իմանամ։ Չգիտեիք։ Հա երկրի ղեկավար եք։ Ես երկրի ղեկավար եմ։ Ղեկավար եղել։ Եղել եք, չէ՞։ Բախի մի հատ բեսպիլոտնիկ չեք առել կամ զենք չեք առել։ Ես երկրի ղեկավար եմ եղել, բեսպիլոտնիկներ ընդհանրապես չի եղել, անունդ ոնց է։ Մխիթար, ես Արարատի մարզ գյուղ Գոռավան։ Մխիթար, բեսպիլոտնիկներ ընդհանրապես չեն եղել, բեսպիլոտնիկները հայտնվել են մոտարապես ընդհանրապես որպես զինատեսակ 17-18 ոչ թե առել ենք, այլ ենքան ենք առել, բերել եւ ծրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին։ Լավ, ես ձեզ պետք է ընտրեմ, ես ձեզնից ինչ եմ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Նիկոլ Փաշինյանը Ալիևին։ Եվ ընդունում է, որ թողել է, եւ Ալիևը ընդունում է եւ ասում է, որ այսքան զենք, բայց զենքը որտեղից է եկել։ Պարոն Քոչարյան, այդ զինամթերքը մենք չենք ունեցել, բեսպիլոտնիկից բռնած ամեն ինչ չենք ունեցել։ 5 5 միլիարդի թողել են ընդեղ Ղարաբաղում։ Հա բայց չեն ունեցել որ պարոն։ Լավ, ժողովուրդ։ Պետք է ընտրեմ, ես ձեզից ինչ ակնկալիք ունեմ։ Դուք անձամբ դուք կարող եք ոչ մի ակնկալիք չունենալ։ Ես խնդրեմ չունեմ։ Ես հասկանում եմ, որ կա մի զանգված, որը մեզ է հավատում, կա մի զանգված, որը հավատում է Նիկոլ Փաշինյանին։ Հավատացեք։ Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին։ Շատ բարի, ես չեմ եկել։ Գուբերնիա ենք դառնալու։ Ես չեմ եկել հանդիպել ձեզ։ Մենք գուբերնիա ենք։ Մեր քաղաքացին ամեկա։ Պետք է նորմալ վերաբերվենք, հարգանքով վերաբերվենք, մոլորված տղա է, հիմա ինչ անենք։ Գոնե մի հատ ավելի լավ ինստրուկտաժ անեին։ Պարոն Քոչարյան, մի հատ խնդրեմ, տանից հանձնարարություն ունեմ, որ այսօր հիշարժան օրը այս փոքրիկը պիտի ձեր հետ նկարվի։ Անպայման։ Հայաստան։ Չի աշխատ։ Հայաստան։ Մի հատ հաս կարելի է։ Հա, մի րոպե Ժորժ ջան, լսում ա, չէ՞ հիմա։ Շատ ժամանակ մի Հա, իմ ձայնս բրկեցի։ հարցերին չեն կա։ Հիմա այս հարցը քանի որ հնչեցվեց, ես կցանկանայի այնուամենայնիվ մի երկու բառ սրա մասին ասել։ Մենք այնքան ուժեղ էինք, միջև համենայնդեպս իմ նախագահության ժամանակ, որ Ադրբեջանը երբեք չի համարձակվել որևէ քայլ անել առաջի գծում։ Չի եղել, նույնիսկ մեկ ընդհարում քիչ թե շատ sense միջին ծավալի չի եղել։ Եվ դա եղել է ոչ թե նրա համար, որ sense բարեհամբույր էին, ավելի բարի էին, ոչ։ Ուղղակի պատասխանը գիտեին, որ կլներ շատ եւ շատ լուրջ եւ իրենց համար շատ ծանր հետևանքներով։ Սա եղել մեր մոտեցումը։
Ինչ վերաբերում է այս զենքերի, տեսնում եք, չէ, երիտասարդը չգիտեր, որ այն ժամանակ բեսպիլոտիկներ գոյություն չունեին ընդհանրապես։ Փորձում էին ինձ մեղադրեին, թե ինչի բեսպիլոտիկ չունեիք։ Ես կարող եմ մեղադրել, ինչի դուք 18 թվականից մինչև 20 թվականը, երբ արդեն պարզ էր, որ կար բեսպիլոտիկների խնդիր, ինչու դուք չեք բերել։ Եվ 8 միլիարդ դոլարով պարտք ավելացնելով ուր եք տարել այդ գումարները։ Այդ խնդիրը, այդ հարցը մենք կարող ենք տալ այս իշխանությանը, այլ ոչ թե իրենք կարող են տալ այդ հարցը ինձ։ Մենք մեր պարտքը ժամանակին կատարել ենք եւ մենք հույս ենք ունեցել, որ հաջորդ իշխանությունները եւս նույն կարգի վերաբերմունք կունենան անվտանգային հատկապես հարցերի։ Իրենք եթե հիշեցնեն բեսպիլոտիկների տեղ կլուբնիկի ռեֆորմ էին սկսել բանակում։ Հիշեցնեմ, ինչքան գեներալներ ունենայինք, գնդապետներ ունեինք, մարտական փորձով բոլորին տշեցին բանակից։ Այ պատճառը դա է։ Խաթարեցին բանակցային գործընթացը եւ ըստ էության արեցին ամեն ինչ, որ Իլհամ Ալիևը սկսի պատերազմ։ Հրահրեցին, ուղղակի հրահրեցին այդ պատերազմը եւ պարտվեցին պատերազմում։ Պատվերցին, որովհետեւ չէին հասկանում, թե ինչ են անում։ Չունեին այդ փորձը ընդհանրապես լավ է բանակի սրանք չխոսան էլի։ Այս պարադն էլ ես հիշեցնեմ իմիջիալոց։ Բանակը որպես այս զորահանդես օգտագործել է քարոզչական նպատակով նախընտրական շրջանում միայն 96 թվականին արել են զորահանդես, որից հետո միանգամից գնացել են ընտրության։ Ինչով է ավարտվել այդ ընտրությունը 96 թվականի նախագահականը բոլորդ գիտեք։ Հայաստանի համար եղել են ամենից վատ ընտրությունները։ Ամենից վատ։ Հիմա կարծում եմ նույնն է լինել է իշխանության համար։ Որտեղ բանակը սարքել են քարոզչական մեքենա։ Քարոզչական մեքենա են սարքել։ Հիմա երևի այսքանը բանակի։ Պարոն Քոչարյան, կներեք, եթե կարելի է թույլ կտակ, ես ընդհանրապես չէ, ընդհանրապես խոսալու ցանկություն չունեի, այսօր պահը չէր, բայց մեր երիտասարդի խոսալուց հետո կապված պարոն Քոչարյանի հետ բնութագրող, ես ընդհանրապես մի երկու խոսք եմ ուզում ասեմ, կապված ասենք այն անցյալ ժամանակաշրջանի կարճ խոսք ասեմ, ուղղակի եթե կարելի է։ Սիրելի ժողովուրդ, ես ցանկություն չունեի խոսալու, բայց մեր երիտասարդի հնչեցրածից հետո իմ օրինակի վրա բերեմ 92-ից 99 թվականներին ես գտնվել եմ Արցախում կրթական ծրագրերով, Հայ հեղափոխական դաշնակցության կրթական ծրագրերի շրջանակներում եւ չէի ցանկանում հետ գայ սպիտակ նորից, քանի որ կար վտանգ, քանի որ անվտանգությունն ապահովված չէր, ծնողներս, մոտիկներս ասում էին բավական է ինչքան ընդեղ ես հետ արի, չէի գալի ասում էի վտանգավոր ամեն մանկավարժ չի գնա Արցախ, բայց 1998 թվականի երբ պարոն Քոչարյանը եկավ իշխանության, ընդամենը 1 տարին բավականեցրեց, որ ես համոզվում եմ, որ մեր երկիրը այլևս անվտանգ է, վերադարձա սպիտակ ու մինչև այսօր սպիտակում եմ։ Դրա համար շատ շնորհակալություն, ավելի կարճ բնորոշել չէր կարելի, 1 տարին բավականեցրեց։ Լուծի ու ավարտենք։